Հայաստանում պաղպաղակի եւ ուտելի սառույցի ծավալները 2024-ի առաջին կիսամյակում 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15.4%-ով։ Ամռան ամիսներին այս քաղցրավենիքի վաճառքի ծավալները անհամեմատ աճում են, սակայն Հայաստանում ուշադրություն դարձնում են վաճառվող պաղպաղակի որակին եւ բաղադրությանը։ Ժամկետին ուշադրություն դարձնում ենք, հիմա իհարկե ամեն ինչ թարմ է լինում, որովհետեւ սեզոնն է, բայց բաղադրության այդքան էլ շատ ուշադրություն չենք դարձնում, ճիշտ ասած։ Երեխեքը որ տարբերակներ սիրում են, նրանց էլ վերցնում ենք։ Չէ, ուշադրություն չենք դարձնում, ուղղակի ամառային սեզոններին վերցնում ենք ու ուտում ենք Զովանալու նպատակով։ Այո։ Мороженое шадлага. Состав очень вкусный, натуральный состав. Рекомендую всем пробовать. Все они вкусные, все каждый своим очень уникален. Я рекомендую всем пробовать. Шадлага, шатонуша. Անպայման ամեն ինչը հիմա նույնիսկ երիտասարդ սերունդը բոլորը ուշադրություն են դարձնում բաղադրատոմսին։ Շատ կարևոր է, բոլորը շրջում են եւ նայում են բաղադրատոմսը ինչ է պարունակում։ Մանավանդ շաքարի պարունակություն։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այս ամիս խախտումներ էր բացահայտել պաղպաղակ արտադրող 1 տասնյակի հասնող արտադրողների մոտ։ Բացահայտումից հետո արտադրողները պարտադրվել են հետ կանչել արտադրանքը եւ վերացնել թերությունները։ Անվտանգային ցուցանիշների մեջ մտնում են մարիաբանական խախտումներով, շեղումներով ապրանքների իրացումը, ինչպես նաև կաթնայուղի փոխարինիչի չափաբաժինների հետ կապված խախտումներ։ Եվ տեխնիկական կանոնակարգում ֆիքսված է, որ կաթնայուղի փոխարինումը թույլատրվում է կաթնային ֆազայում 50%-ից ոչ ավել եւ բացառապես կաթնային յուղի փոխարինիչով։ Որակյալ պաղպաղակ ընտրելու եւ թունավորումներից խուսափելու համար մասնագետները մի քանի կետեր են առանձնացնում։ Պետք է միշտ ստուգել արտադրության պիտանելիության ժամկետը։ Նախընտրելի է նախապատվությունը տալ կաթնամթերքով պատրաստված արտադրանքին, այլ ոչ բուսական ջարբերով։ Եթե պաղպաղակը ունի սառցե բյուրեղներ, նշանակում է հալվել ու կրկին սառեցվել է, ինչը վտանգավոր է առողջության համար։ Նախ պետք է հասկանանք, որ անկախ նրանից, որ եթե գործ ունենք վտանգի հետ, պետք է հրաժարվենք այս մթերքից։ Այսինքն ՍԱՏՄ-ն ասում է, նկատել եմ խնդիր։ Մենք չպետք է նայենք արտադրողը ինչ է ասում։ Բնականաբար արտադրողը ասելու է ինքը լավն է։ Ավելին, եթե անգամ հնչում է որևէ գնահատական, որ ՍԱՏՄ-ն լիարժեք չի կատարում իր աշխատանքը, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է օգտվենք այն ապրանքից, որի հետ կապված թեկուզ եւ կասկած կա։ Եթե նախորդ տարիներին ստուգվում էին մի քանի արտադրողներ, ապա այս տարի ստուգվել են պաղպաղակ արտադրող գրեթե բոլոր ընկերությունները։ Տեսչական մարմնից ասում են, որ ստուգվելու են նաև ներմուծվող պաղպաղակները։ Իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը, սակայն, տեսչական մարմնից ավելի շատ ինֆորմացիա է ակնկալում սպառողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։ Ինչի շրջանակում է իրականացվում, այսինքն ստուգումներ, ուսումնասիրություններ ահազանգ էր, որ մարդիկ էլ հասկանան, որ հանկարծ չասեն, բա ասում են եւ այլն եւ այլն։ Ինչ են հայտնաբերել, ինչ հանձնարարականներ են տրված, որը որ պետք է անի, ինչ ժամկետներ են սահմանված այս հանձնարարականների համար եւ վերջում հետադարձ կապ քաղաքացու հետ։ Ինչա ակնկալում ինքը քաղաքացուց։ Հիմա առաջին իսկ րոպեից այս հաղորդակցությունը չկա։ Ամռան ամիսներին կտրուկ աճում է պաղպաղակի վաճառքը, հատկապես այսպես կոչված լցնովի պաղպաղակների կետերից։ Այս կետերը վերահսկելը եւ ստուգելը ավելի բարդ է, մասնագետները քաղաքացիներին հորդորում են վերապահումով սպառել դրանք։